Հանգավոր հանգամանք, որը մեկ շաբաթ առաջ հնչեցրել էր Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունով ներկայացուցիչը, հայտարարելով, որ Ադրբեջանը պատրաստ չէ հավերժ կամ երկար սպասել Հայաստանի որոշմանը։ Հայաստանի որոշման տակ բնականաբար նրանք ոչ թե նկատի ունեն ստորագրությունը, որին այսօր էլ Հայաստանի իշխանությունները պատրաստ են, այլ այն նախապայմանները, որոնք իջեցրել են Հայաստանի գլխին։ Դա վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի այդ ֆորմատի լուծարմանը եւ վերաբերում է Հայաստանի սահմանադրությունում իրականացվող փոփոխություններին։ Այստեղ կա մեկ այլ առանձնահատկություն, տեսեք, Հայաստանի իշխանությունները իրենց հայտարարություններով հաստատել են, որ իրենք որևէ խնդիր չունեն այդ սահմանադրությունը փոխելու, հատկապես բոլոր այն դրույթների կամ հղումների, որոնք վերաբերում է Արցախին, որովհետեւ այն իշխանությունը, որը հայտարարում է, որ Արցախը համարում է Ադրբեջան, այն իշխանությունը, որը ունի ոչ սկզբունքային մոտեցում ներքինից արտաքին քաղաքական հարցերի հետ, այն իշխանությունը, որը տարիներ շարունակ կատարել է ադրբեջանական նախապայմանները, բնականաբար որևէ խնդիր չունի փոխելու սահմանադրությունը, եւ ես կարծում եմ, որ դա լավ հասկանում են նաեւ Ադրբեջանում, այլ է խնդիրը, որ ադրբեջանցիները փորձում են նաեւ ժամանակ ցկցկել Հայաստանի վզին փաթաթելով նոր նախապայմաններ, որովհետև եթե այս պահին այդ երկուսի մասին է առաջնային ձևով ներկայացվում, ապա զուգահեռ չմոռանանք, որ ռեգիոնալ ապաշրջափակման թեման պայմանագրից առանձնացված էր եւ օրինակ այդ թեման, որ Ադրբեջանը ներկայացնում է որպես միջանցքի խնդիր, դա եւս Ադրբեջանը օգտագործում է Հայաստանի նկատմամբ ոչ միայն ճնշումների, այլ հետագայում ինչ-որ փուլում դա կարող է դարձնել ճակերտավոր լեգիտիմ հիմք Հայաստանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների ծավալման մասին, հատկապես որ դրա մասին չի էլ թաքցնում։ Դեռ չեմ խոսում այն մասին, որ ադրբեջանցիները խոսում են Հայաստանի ապա ռազմականացման մասին, ադրբեջանցիները խոսում են այսպես կոչված փախստականների վերադարձի մասին, ընդ որում այնպիսի թվեր են հրապարակում, որոնք որևէ ձևով կապ չեն ունեցել իրականության հետ, խոսքը միջև Հայաստանի անկախությունը սովետական ժամանակաշրջանում Հայաստանում ապրած ադրբեջանցիների մասին է, որի թիվը ներկայացվում է 300,000, որը ակնհայտորեն չի համապատասխանում իրականությանը։ Իհարկե այս համատեքստում ադրբեջանցիները մոռանում են բոլոր այն հայերի մասին, որոնք միջև նորանկախ հանրապետության հռչակումները եւ Հայաստանի եւ Ադրբեջանի ապրել են ադրբեջանական տարբեր քաղաքներում։ Իմիջիալոց դրանք այն հայերն են կամ այն հայերի սերունդն են, որոնք բավականին մեծ ներդրում են ունեցել եւ մշակութային եւ քաղաքական եւ տնտեսական կյանքում, դա այն ժամանակահատվածն է եղել, երբ որ նույնիսկ Ադրբեջանում ապրող մարդիկ, այն մարդիկ, ովքեր այսօր Հայաստանին օկուպանտ կամ ագրեսոր են համարում, նրանք նույնիսկ չեն էլ հասկանում, թե իրանք էթնիկական առումով ինչ են ներկայացնում, եւ այս պարագայում այստեղ խնդրահարույցային հանգամանքը, որ Հայաստանի իշխանությունը ինքը ոչ միայն դիվանագիտական քաղաքական, այլ նաև տեղեկատվական դաշտում տանուլ է տալում պայքարը, որովհետև նրա լռությունը, նրա կաշկանդվածությունը ըստ էության ոչ միայն համաձայնություն է ադրբեջանական շատ վտանգավոր թեզերի, այլ նաև այդտեղ իր համար խնդիր է ստեղծում, որովհետև միջազգային հանրության մեջ աստիճանաբար սկսում է ընկալումները ձևավորվել ադրբեջանական թեզերի եւ ադրբեջանական այդ սպառնալիքների համատեքստում։